Եվ մեր օրգանիզմի գլխավոր ռեզերվը, որը օգնում է մարդուն երկար ժամանակ առանց սնունդի մնալու դեպքում չմահանալ, դա լյարդն է, լյարդը եւ մկանները։ Եվ եթե մարդը այսպես ոչ սանկցիայով, այսպես ոչ սանկցիոնիրованный իրան սովի է մատնում, հետո միանգամից ուտում է, հետո նորից չի ուտում, ինքը այդ լիմիտավորված սնունդի ժամանակ ծախսում է լյարդի ռեզերվը, հա? Եթե երկար մարդը ծախսում է իր լյարդի ռեզերվները, հետո միանգամից ստանում է մեծ քանակությամբ էներգիա սննդակարգից, այսպես ասում ենք մետաբոլիկ ճոճանակ է ստեղծում իր համար, որը տանում է իրական ճարպակալման, հա? Հետևաբար սնունդի հետ նման խաղերը խիստ գիտական են, հակամարդկային են եւ սեփական օրգանիզմի դեմ են ուղղված։ Հետևաբար իմ խորհուրդ համար 1-ը տոներից առաջ, այսինքն նախ տոնը չլինի հա բացարձակ սեղանի որովայնի տոն, որտեվ այնքան ուրախանալու միջոցներ կան, հաճույք ստանալու միջոցներ կան, տոնը այնպիսի վառ, հիշվող եւ շքեղ կարելի է անցկացնել ընկերների, մտերիմների հետ, զանազան ձևերով, հա, որ սնունդը այդտեղ կարող է զբաղեցնել ամենավերջի տեղը։ Երկրորդը, տոնական սեղանը մենք այսօր չդիտենք ինչպեսի մի արտառոց, սենց երկար սպասված մի բան, հա, ի վերջո այսօր լիության աշխարհ է եւ իրականում շատ կարևոր է, որ մարդը կլոր տարի ամեն օր սնվի շատ բազմազան, բոլոր մթերքները, գոնե փոքրիկ քանակներով, կախված իհարկե մարդու ֆինանսական հնարավորություններից, բայց հավատացնում եմ խելացի հաշվարկների դեպքում կարելի է իսկապես ամենանվազագույն գումարով սնվել բազմազան։ Գիտեք ինչ, մարդիկ սովոր են մեծ ծավալների սնունդ, իրականում դա ուղղակի թշնամություն է սեփական օրգանիզմի դեմ։